Որքան էլ տարօրինակ է, սակայն 16-րդ դարում մուգ շագանակագույն ներկը մանուշակագույն երանգով ստացել են դիակներից, որն անվանել են եգիպտական շագանակագույն։ Ներկը ստանալու համար աղացել են մումիաներ, որոնք հագեցած են եղել բիտումով, որն էլ այդ ներկին տվել է անկրկնելի շագանակագույն երանգ։ Հետագայում այդ ներկն անվանել են կապուտ մորտում, որը թարգմանաբար նշանակում է դիակի գլուխ։ Շատ կարճ ժամանակում ներկն ունեցել է մեծ պահանջարկ, և Եգիպտոսից սկսել են մեծ քանակությամբ մումիաներ տեղափոխել Եվրոպա, անգամ դիակներ գողանալ։ Նկարիչների շրջանում ոգևորությունն այնքան մեծ է եղել, որ հնարավորություն չի եղել պահանջարկը բավարարել։ Ներկը սկսել են արտադրել նաև նոր մահացածների դիակներից։ Սակայն որոշ ժամանակ անց, երբ այդ մասին իմացել են նկարիչներն ու գեղարվեստի սիրահարները, սկսել են ընդվզել, և այդ ներկը ընդմիշտ դուրս է մղվել օգտագործումից։ Սակայն պահպանվել են բազմաթիվ կտավներ, որոնցում կարելի է տեսնել այդ անկրկնելի երանգը։